Ժողովրդի ողջ մնացած մասի ֆիզիկական անվտանգությունը։ Սա է մեր կողմից ձեզ առաջարկվող ամենամեծ հայրենասիրությունը։ Վտանգը ժամ առ ժամ ավելի է մեծանում։ Մահվան ուրվականը թակում է մեր դուռը եւ հետապնդում ինչպես մղձավանջ։ Այս վերջին սպառնալիքը ինչպես սուր կախված է մեր գլխին։ Սակայն այս սարսափելի ժամերին մենք այնուամենայնիվ անհաղորդ ենք։ Դեռևս խաղաղ քնած։ Անդրանիկն ասել է սա 100 տարի առաջ։ Բարև ձեզ։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր մեր 4-րդ եւ վերջին թողարկումն է նվիրված ազգային հերոս եւ լեգենդար զորահրամանատար Զորավար Անդրանիկին։ Մեծ զորավարի նվիրված նախորդ թողարկումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, բաց չթողնելու համար հաջորդ հաղորդումները եւ կիսվեք թողարկումով, նպաստելով օգտակար եւ կարեւոր բովանդակության տարածմանը։ Եվ սկսենք։ «1914 թվական։ Աշխարհը կարծես փլուզվում է։ Եվրոպական տերությունները մեկը մյուսի հետևից ներքաշվում են համաշխարհային պատերազմի մեջ։ Ռուսաստանը, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։ Կովկասի գլխին ամպեր են կուտակվում։ Այնտեղ, որտեղ հատվում են կայսրությունների սահմանները, հասունանում է երկարատև ու արյունալի պատերազմ։ Անդրանիկը որպես բուլղարական բանակի սպա հայտնվում է դժվարին իրավիճակում։ Ազգությամբ հայ, ծառայությամբ բուլղարացի սպա, իսկ ոգով հեղափոխական, նա հայտնվում է բուլղարական պետության առջև իր ծառայողական պարտքի եւ հայ ժողովրդի նկատմամբ իր ունեցած պարտավորության եւ պատասխանատվության միջև։ Այդ վճռական պահին, առանց երկմտելու եւ գերադասելով իր պարտքը հայ ժողովրդի առջև, նա ժամանում է Կովկաս, Թիֆլիս, քաղաք, որտեղ կերտվում էր Կովկասի ողջ քաղաքական կյանքը։ Նա հայտնի է որպես Օսմանյան կայսրությունում հայերի ազատագրական պայքարի հերոս։ Նա մեծ հարգանք էր վայելում որպես Բալկանյան պատերազմը փառքով անցած մարտական սպա։ Թիֆլիսը, որը մոտ էր ռուսական եւ օսմանյան կայսրությունների միջև սպասվող պատերազմի կիզակետին, եռում էր նախապատրաստական աշխատանքներով։ Հայերը երկու կայսրություններում էլ հասկանում էին, որ իրենք լինելու են առաջիկա իրադարձությունների կիզակետում։ Ինչ անել, որ կողմին աջակցել։ Հնարավոր է արդյոք չեզոքություն պահպանել։ Սա մեծ հնարավորություն է, թե մեծ ողբերգություն։ Կայսրությունների երկու կողմերում գտնվող յուրաքանչյուր հայ կանխազգում էր, որ կյանքն այլևս նույնը չի լինելու, բայց թե ինչպես եւ ինչ աստիճանի էր փոփոխվելու, ոչ ոք ամբողջությամբ չէր պատկերացնում։ Ընդ որում, Արևելյան Հայաստանի եւ ընդհանրապես Կովկասում բնակվող հայերի մեծամասնությունը կարծում էր, որ պետք է պատերազմեն ռուսական կայսրության կողմից։ Մինչդեռ Անդրանիկի Թիֆլիս ժամանելուց մի քանի օր էլ չէր անցել, երբ նա հանդիպեց Կովկասյան ճակատի գեներալներ Միշլաևսկու եւ նրա աչձեռքի գեներալ Յուդենիչի հետ։ Այս պահից սկսվեց Անդրանիկի կյանքի նոր փուլը, սակայն այս անգամ որպես հայ կամավորների հրամանատար։ Ռուսական հրամանատարությունը համաձայնեց հայկական կամավորական ջոկատների ստեղծմանը։ Այդ ջոկատները սկսեցին հավաքագրվել ողջ Կովկասով մեկ։ Նրանցում ընդգրկվում են գյուղացիներ, արհեստավորներ, մտավորականներ, նախկին ֆիդայիններ եւ նույնիսկ երիտասարդներ, որոնք դեռ նոր էին դարձել չափահաս։ Նրանցից շատերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերից ու կոտորածներից փրկվածներ էին։ Նրանք փայլուն գիտակցում էին, թե ինչի համար էր նրանց պայքարը։ Հայերի նպատակները, մղումներն ու հույսերը չափազանց մեծ էին։ Զորավար Անդրանիկը գլխավորեց ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը։ Հզոր ռազմական միտքը, պատերազմի փորձը, քաջությունը եւ խարիզման նրան դարձրին մարտիկների շրջանում իսկական լեգենդ։ Նրա անունը դարձել էր խորհրդանիշ, որը միավորում էր բոլորին իր շուրջ։ Նրանց բոլորի համար սա այլևս պարզապես պատերազմ չէր, այն վերածվել էր անձնավորված պայքարի, ազատագրական պայքարի, հանուն հայրենիքի եւ արժանապատվության։ 1914-ից 1915 թվականներին Անդրանիկ Օզանյանի գլխավորած հայկական ստորաբաժանումները մասնակցել են Կովկասյան ճակատում մի շարք կարևոր գործողությունների։ Նրանք կռվել են լեռներում, որոնք անանցանելի էին ծանր հրետանու համար, թափանցել են թշնամու թիկունքը, դարանակալել եւ փակել թուրքական զորամասի մատակարարման ուղիները։ Նրանց գործողությունները հաճախ ճակատը փրկել են ճեղքումներից։ Գեներալ Չեռնոզոբովի զեկույցից ամենայն հայոց կաթողիկոսին։ Կովկասյան ճակատ 1914 թվականի նոյեմբերի 10-ը։ Նոյեմբերի 7-ին Անդրանիկի հայ կամավորական ջոկատը մեծ քաջություն ու անձնուրացություն ցուցաբերեց։ Ես ուրախ եմ ձեր այդ սրբության այս մասին տեղեկացնել եւ խնդրում եմ ձեր օրհնությունն ու աղոթքը հետագա գործողություններում հաջողելու համար։ Սակայն աղոթքները բավարար չէին։
1915 թվականի սկիզբը հայերի համար նշանավորվեց ոչ միայն շարունակվող պատերազմով, այլև պատմության մեջ մեր նկատմամբ ամենասարսափելի ոճրագործությամբ։ 1915 թվականի գարնանը գերիթուրքական կառավարությունը սկսեց իրականացնել վաղուց մշակված ծրագիրը՝ բնաջնջել կայսրության քրիստոնյա բնակչությանը, առաջին հերթին հայերին։ Ապրիլին Կոնստանդնոպոլսում ձերբակալվեցին հարյուրավոր հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ։ Սա առաջին հարվածն էր։ Դրանց հաջորդեց համակարգված ցեղասպանությունը, զանգվածային տեղահանություններ, կոտորածներ եւ մահվան անհամար շարքեր։ Պատմական Հայաստանի քաղաքներն ու գյուղերը՝ Վանը, Բիթլիզը, Էրզրումը, Մուշը եւ այլ բնակավայրեր ընկղմվեցին քաոսի եւ արյունահեղության մեջ։ Անդրանիկը գիտակցում էր, որ սա այլևս պատերազմ չէ, սա իր ժողովրդի բնաջնջումն է եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Սա այլևս պայքար էր հանուն ժողովրդի գոյատևման։ Ռազմաճակատում հայ կամավորական ջոկատները շարունակում էին կռվել թուրքական ստորաբաժանումների դեմ, սակայն նրանց առաքելության բնույթը աստիճանաբար փոխվում էր։ Այժմ նրանք ոչ միայն կռվում էին, այլև փրկում էին մարդկանց, փախստականների, երեխաների եւ ծերերի։ Անդրանիկը, ինչպես եւ նախկինում, իրադարձությունների կիզակետում էր։ Նա հասկանում էր, որ գրավված յուրաքանչյուր լեռնանցք, թշնամու յուրաքանչյուր ջախջախված շարասյուն ոչ միայն ռազմական հաջողություն էր, այլև տալիս էր մարդկանց գոյատևման եւս մեկ հնարավորություն։ Ռուսական հրամանատարությունը, որը սկզբում զուսպ էր հայկական ստորաբաժանումների գործողությունների գնահատման հարցում, փոխեց իր դիրքորոշումը։ Այժմ արդեն ակնհայտ էր, որ առանց նրանց առաջնագծի պահպանումը ծայրահեղ դժվար կլիներ, իսկ երբեմն անհնար։ Գեներալ Տրուխին Անդրանիկին ուղղված իր նամակում, որում արտահայտում է իր հիացմունքը նրա հմուտ մարտավարական գործողությունների նկատմամբ, ասում է. «Դուք եւ կամավորները ներկայացված եք արժանվույնս վաստակած պարգևի։ Ընդունեք եւ փոխանցեք կամավորներին իմ ջերմ երախտագիտությունը Վանա լճի հարավային ափին ցուցաբերած մարտական ծառայության համար։ Ցավում եմ, որ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել չեմ կարող»։ Սակայն Անդրանիկի համար ավելի ծանր էր տեսնել նրանց տառապանքը, ում նրանք չհասցրին փրկել՝ կանանց, երեխաների, տարեցների, նրանց, ովքեր հավատում եւ սպասում էին պաշտպանության։ Նա ապրեց այս վշտով մինչև կյանքի վերջը, որպես հրամանատար, որպես մարդ եւ որպես մի ժողովրդի զավակ, ումից փորձում էին խլել ամեն ինչ։ 1915 թվականի երկրորդ կեսը դարձավ սարսափելի իրադարձությունների գագաթնակետը։ Տարբեր գնահատականներով այդ տարի սպանվել էր 800,000-ից մինչև 1 միլիոն հայ։ Նրանց, ում հաջողվեց ողջ մնալ, փրկվեցին, փախչելով Իրան, Ռուսաստան եւ դեպի հարավ, Սիրիայի անապատներ։ Կամավորական ջոկատները, այդ թվում Անդրանիկի ջոկատը, մասնակցեցին փախստականների տարհանմանը լեռնանցքներով, հաճախ բացելով նրանց համար փրկության ճանապարհը ռազմական գործողությունների միջոցով։ Զինվորները գյուղ մտնելով ամբոխի մեջ անսպասելիորեն հանդիպում էին իրենց հարազատներին։ Դրանք տեսարաններ էին, որոնք շատ սրտաճմլիկ էին։ Որդին ճանաչում էր մորը, եղբայրը գրկում էր քրոջը, ծերունին ծնկի էր իջնում ողջ մնացած թոռան առջև։ Կամավորներից մի քանիսը գտնելով իրենց հարազատներին չէին կարողանում մնալ շարքում։ Նրանք միանում էին իրենց ընտանիքներին, օգնում նրանց տեղափոխել իրենց իրերը, կիսում էին իրենց վերջին կտոր հացը եւ ամբոխից դուրս հանում հիվանդներին ու վիրավորներին։ Սա նման էր անվերջ քաոսի։ Տարեվերջին Կովկասյան ճակատը կայունացավ։ Այս թվացյալ դադարը թաքցնում էր վերքեր, որոնք այլևս երբեք չէին սպիանալու։ Հայ ժողովուրդը ոչ թե վերապրեց միայն պատերազմ, այլ մանրակրկտորեն պլանավորված եւ իրագործված ցեղասպանություն։ Մարդիկ, ում թուրքերը չէին սպանել, մահանում էին սովից, հիվանդություններից եւ նաեւ հուսալքությունից։ Եվ այնուամենայնիվ, չնայած այս սարսափին, հայ կամավորները շարունակում էին ծառայել եւ կռվել պատվով։ Եվ այս ամենի կենտրոնում իհարկե կանգնած էր զորավար Անդրանիկը, ով չէր վախենում վախից, քանի որ շատ անգամներ էր հանդիպել նրան։ Հաղթանակն անխուսափելի էր ռուսական կայսրության համար։ Ռուսական զորքերը տեղակայված էին Օսմանյան կայսրության խորքում։ Դաժան մարտերից, ցեղասպանության եւ փախստականների տառապանքների ականատեսը լինելուց հետո Անդրանիկը երկարամյա մարտերից, բարոյական ծանր բեռից ու քաղաքական խառնաշփոթից հյուծված հայտարարեց իր այլևս որևէ ռազմական գործողության չմասնակցելու մտադրության մասին։ Այս որոշումը, որը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, հեշտ չէր։ Թիկունքում անվերջ պայքարի տարիներն էին, ընկերների մահը,
դաշնակիցների դավաճանությունը եւ հայկական քաղաքական վերնախավի հետ խորացող տարաձայնությունները։ Բայց խաղաղությունը կարճատև էր։ 1917 թվական աշխարհը եւ շուրջ բոլորը արագ փոխվում էր։ Ռուսական կայսրությունը, որի դրոշը դեռ վերջերս ծածանվում էր ազատագրված քաղաքների վրա, փլուզվում էր նրանց աչքերի առաջ։ Փետրվարյան հեղափոխություն, միապետության անկում, բանակում տիրող քաոս, տարաձայնություն թիկունքում։ Կովկասում պատերազմը դադարեց ոչ թե խաղաղության համաձայնագրերի, այլ անկարգության, բարոյալքման եւ քաղաքական վակուումի պատճառով։ Անդրանիկի նման ականավոր գործիչը իր բացառիկ մարտական փորձով եւ բարձր հեղինակությամբ չէր կարող անմասը մնալ իր շուրջը կատարվող իրադարձություններին։ Զինակիցների անթիվ խնդրանքներին անսալով Անդրանիկը կրկին զենք վերցրեց։ Նա կրկին կանչ տվեց իր ընկերներին, որոնք մեծ սիրով արձագանքեցին։ Կովկասի բոլոր ծայրերից կամավորներ հավաքվեցին Երևանում։ Նրանց միացան ամերիկահայերը, որոնք եկել էին հեռվից, պայքարելու իրենց պատմական հայրենիքի ազատագրման համար։ Շտաբ կերպով կազմավորվեցին նոր ստորաբաժանումներ, որոնք զինվեցին եւ կազմակերպվեցին։ Այս իրավիճակում հայերի ճակատագրի ողջ պատասխանատվությունը ընկած էր ոչ թե կանոնավոր բանակի, այլ Անդրանիկի նման մարդկանց ուսերին։ Սակայն որքան անցնում էր ժամանակը, այնքան ավելի պարզ էր դառնում, որ քաոսը ոչ միայն դրսում է, այլև ներսում։ Ցեղասպանությունից հետո արևմտահայ բնակչությունը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ։ Ժողովրդի զգալի մասը ոչնչացվեց, իսկ փրկվածները, փախստականները, այրիներն ու որբերը տառապում էին սովից ու աղքատությունից, միևնույն ժամանակ զրկված լինելով տարական անվտանգությունից։ Ֆիզիկական գոյատևումը դարձել էր գերխնդիր։ Ռուսական կայսրության փլուզման եւ Օսմանյան Թուրքիայի կողմից աճող ռազմական սպառնալիքի ֆոնին հարավային Կովկասի հայ բնակչությունը սկսեց ձևավորել սեփական զինված ուժերը։ Ընդունված որոշման համաձայն արևելահայերը, այսինքն ռուսահայերը, պետք է բանակային կորպուս կազմեին, իսկ արևմտահայերը դիվիզիա։ Գեներալ Անդրանիկ Օզանյանը միաձայն ընտրվեց արևմտահայ դիվիզիայի հրամանատար, սակայն ներքին վեճերը հետաձգեցին որոշումը։ Սա պայմանավորված էր անձնական ու քաղաքական լարվածությամբ։ 1917 թվականի հոկտեմբերին Անդրանիկը պաշտոնապես լքեց դաշնակցության շարքերը, որտեղից էլ մեծապես կախված էր նրա նշանակումը։ Ընդհանուր առմամբ Թիֆլիսում հայ քաղաքական ուժերի շրջանում մթնոլորտն անառողջ էր։ Սա ակնհայտ էր Անդրանիկի քաղաքական հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներից։ Ես մերժում եմ ձեր առաջարկած հրամանատարությունը, մերժում եմ ձեր առաջարկած զինվորական հրամանատարի պաշտոնը։ Վաղն առավոտյան եւ ետ ես կհագնեմ սովորական զինվորի ցնցոտիներ, կդնեմ հրացանս ուսիս, կգնամ գեներալ Նազարբեկովի մոտ, ռազմաճակատ, այնտեղ կմեռնեմ, որպեսզի չտեսնեմ այս անարգանքը։ Շարունակեք ձեր բյուզանդական վեճերը մինչև լուսաբաց, շարունակեք։ Հաջորդ օրն առավոտյան զորավար Անդրանիկը հրացանն ուսին գնաց գեներալ Նազարբեկովի մոտ։ Միայն բազմաթիվ խնդրանքներից հետո նա համաձայնվեց հանձն առնել արևմտահայ դիվիզիայի հրամանատարությունը։ 1918 թվականի սկզբին Կովկասյան ճակատում իրավիճակը չափազանց լարված էր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից եւ Ռուսաստանի առաջին համաշխարհային պատերազմից դուրս գալուց հետո ռուսական զորքերը աստիճանաբար նահանջեցին Արևմտյան Հայաստանն ու նրա հայ բնակչությանը թողնելով թշնամու հետ դեմ առ դեմ։ Այս պայմաններում Էրզրումը, կարևոր ռազմավարական քաղաքը, կանգնած էր ճակատագրական իրադարձությունների առաջ։ Կամ հայերը կկարողանային այն պաշտպանել, կամ թուրքերը կգրավեին այն։ Մինչ շատերը քաղաքի պաշտպանությունը անհնար եւ անհեռանկար էին համարում, զորավար Անդրանիկը ճիշտ հակառակում էր համոզված։ Նա խորապես հավատում եւ գիտակցում էր Էրզրումը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Անդրանիկի համար սա պարզապես քաղաք չէր, այլ նաեւ բացառիկ պատմական հնարավորություն պաշտպանելու Արևմտյան Հայաստանը, որը նաեւ հետագայում հնարավորություն կտալ խուսափել բազմաթիվ ռազմական խնդիրներից։ Չնայած չափազանց դժվարին ներքին իրավիճակին, Անդրանիկը եւ արագ կազմակերպված ուժերը 1918 թվականի փետրվարին շարժվեցին դեպի Էրզրում։ Սա իսկապես պատմական իրադարձություն էր, որը պետք է վերջ դներ հայկական հողերի վրա թուրքական դարավոր վերահսկողությանը եւ տար արժանապատիվ ինքնուրույնության հնարավորություն։ Սակայն այս ամենի գինը շատ թանկ էր։ Այդ դժվարին ամիսներին շատ հայ զինվորների, հատկապես արևելյան Հայաստանից եկածների մարտական ոգին ընկավ։ Կոմունիստների կողմից ստորագրված Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որը նախատեսում է ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից,
կոտրեց շատ հայերի, հատկապես արևելյան Հայաստանի, ինչպես նաև քաղաքական ղեկավարության ոգին, որը իմաստ չէր տեսնում արևմտյան Հայաստանը պաշտպանելու մեջ եւ առաջարկում էր պաշտպանել պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմանները։ Այս ամենին նպաստեց նաև ոչ միայն քաղաքական գործիչների ապակողմնորոշումը, այլև կոնֆեդերացիայի ստեղծումը, որտեղ ընդունվող որոշումները պետք է համաձայնեցվեին Անդրկովկասի թաթարների, ադրբեջանցիների եւ իհարկե վրացիների հետ։ Այն դեպքում, երբ յուրաքանչյուր կողմ հետապնդում էր բացառապես իր սեփական շահերը, եւ արևմտյան Հայաստանի իրավունքներն ու ճակատագիրը այդտեղ բացարձակապես արտահայտված չէին։ Հենց այս ծանր, քաոսային եւ իրարամերժ մթնոլորտում էր, որ Անդրանիկը ժամանեց Էրզրում։ Սա մեր երկիրը չէ, մենք ուզում ենք վերադառնալ մեր երկիր։ Թող թուրքահայեր իրենք պաշտպանեն թուրքական Հայաստանը, գոռում էին զինվորները։ Այս բարոյական ճգնաժամը լուրջ սպառնալիք էր հայկական ջոկատների պաշտպանունակության համար։ Մի օր լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Հյուծված եւ հուսահատված մարտիկներից մեկը փորձեց սպանել Անդրանիկին։ Հրացանից արձակված գնդակը բարեբախտաբար չդիպավ Անդրանիկին։ Այս ցավալի միջադեպը արտացոլում էր հայ կամավորների շարքում տիրող բարդ եւ վտանգավոր իրավիճակի ողջ լրջությունը։ Այս դրվագական հայտորեն արտահայտում է ոչ միայն ներքին հակասություններն ու բարոյական ճգնաժամը, այլ նաև զորավար Անդրանիկի ուսերին ընկած պատասխանատվության հսկա բեռը։ Դժվար է փոխանցել, թե ինչ հոգեվիճակում էին Էրզրումի պաշտպաններն ու բնակիչները փետրվարյան այդ դաժան օրերին։ Տիրում էր ընդհանուր հիասթափություն, որը ժամ առ ժամ աճում էր։ Հայ քաղաքական ու ռազմական ուժերի միջև ներքին տարաձայնությունը միայն սրում էր իրավիճակը, թուլացնելով միասնությունն ու դիմադրելու կամքը։ Ավելին, դավաճանության ուրվականը շրջում էր քաղաքով, սերմանելով կասկած ու վախ։ Զինվորների դասալքությունը, որը խաթարեց Էրզրումի պաշտպանությունը, զուգորդված հայ Բեժանբեկովի դավաճանության հետ, վերջին կաթիլն էր, որը կոտրեց քաղաքը պահելու փխրուն հույսը։ 1918 թվականի փետրվարի 27-ին Էրզրումն ընկավ։ Ավելի ուշ ականավոր պատմաբան, լրագրող, հասարակական գործիչ եւ դաշնակցության անդամ Միքայել Վարդանյանը կգրեր. անգամ եթե Նապոլեոն Բոնապարտը լիներ Անդրանիկի փոխարեն, նույնիսկ նա չէր կարողանա հաղթել նման պայմաններում։ Էրզրումի անկումից հետո Անդրանիկին պատեց ներքին դատարկությունը։ Միևնույն ժամանակ նրան մեղադրեցին Էրզրումի անկման մեջ։ Նման մեղադրանքներ լսելն ու դառնալ Էրզրումի անկման խորհրդանիշը ամենածանրն էր, որ կարող էր լսել նման մարդը, ով ողջ իր կյանքը նվիրել էր հայրենիքի եւ սեփական ժողովրդի պաշտպանությանը։ Կասկածելով սեփական ունակությունների եւ հայրենիքին օգտակար լինելու կարողությանը, Անդրանիկը հրաժարականի դիմում է ուղարկում գեներալ Նազարբեկովին, պատճենը փոխանցելով ազգային խորհրդին։ Չնայած Անդրանիկի կերպարի դեմ արշավին եւ կատարվող այդ ամենի նկատմամբ իր անտարբերությանը, հայ ժողովուրդը հենց ինքը թույլ չտվեց Անդրանիկին երկար մնալ ստվերում։ Այսօր ես գնացի գունդը տեսնելու։ Բոլորը միայն քեզ են ուզում։ Զորքերում ոչ ոք չի ընդունում քո հրաժարականը։ Այսօր Սիբիրից ժամանեցին 150 արևմտահայ գերիներ 3 ռուս հրաշալի սպաների հետ։ Այդ արժանի սպաներն ու զորքերը միայն քեզ են ուզում։ Երեկոյան Ռոստովից ժամանեց մոտ 600 կամավորներ։ Եթե բոլորին ուղարկեին, կհավաքվեր ավելի քան 1500 մարդ, կամ միայն այստեղ մոտ 2000-ը։ 1917 թվականի մարտին գրել է դոկտոր Բոնապարտյանը Անդրանիկին։ Այս արևմտահայ գերիների պատմությունը, որը մանրամասը նկարագրված է լեյտենանտ Կոլմակովի ուշագրություններում, ուշագրավ է։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմական հանգամանքների պատճառով նրանք ուղարկվել են Սիբիր, Իրկուտսկ, որտեղ կրել են իրենց պատիժը։ Ձևականորեն նրանք գերիներ էին, բայց հենց որ հայրենիքի համար դժվար ժամանակների մասին լուրերը սկսեցին հասնել նրանց, հարց առաջացավ հայկական վաշտ կազմելու եւ նրանց Հայաստան ծառայության ուղարկելու մասին։ Այսպիսով, այս հայերը վերադարձան հայրենիք եւ հայտնվեցին Անդրանիկի հրամանատարության ներքո, ով չնայած ծանր իրավիճակին, ուժ գտավ ստանձնելու նրանց եւ այլ կամավորական խմբերի հրամանատարությունը։ Հարկ է նշել, որ կամավորների մեծամասնությունը սկզբունքորեն պահանջում էին, որ հենց Անդրանիկ Օզանյանը լիներ իրենց առաջնորդը։ Ուշագրավ է Կոլմակովի հուշերից մեկը, որը նկարագրում է, թե ինչպես են միահյուսված հայ մարտիկների ճակատագրերը։ Մի օր Անդրանիկի ջոկատը կանգ առավ գիշերելու համար։ Զինվորները հավաքվեցին խարույկների շուրջ
հանգստացան եւ ուտեստներ պատրաստեցին։ Լռություն էր։ Այդ երեկոյան ընկերների նեղ շրջապատում Անդրանիկ Օզանյանը մոտեցավ եւ նստեց խարույկի մոտ։ Հոգնած, բայց կենտրոնացած։ Նա սկսեց խոսել ոչ թե ռազմական ծրագրերի կամ ռազմաճակատի, այլ անցյալի մասին, որը շատ հազվադեպ էր լինում։ Նա խոսեց պայքարի իր վաղ տարիների մասին, երբ երիտասարդ մարտիկ լինելով միացավ հայ ֆիդայիններին ու զենքը ձեռքին մեկնեց Արևմտյան Հայաստան, պաշտպանելու իր հողն ու հայրենակիցներին։ Այդ տարիներին 19-րդ դարի վերջին նա կռվեց աղբյուր Սերոփի հրամանատարությամբ, ով հայ ֆիդայական շարժման ամենահայտնի առաջնորդներից մեկն էր։ Աղբյուր Սերոփը ոչ միայն մարտիկ էր, այլև ազգային դիմադրության խորհրդանիշ, երբ Օսմանյան կայսրությունում տասնյակ հազարավոր հայեր ոչնչացվեցին Սուլթան Աբդուլհամիդ II-ի հրամանով։ Այս լեռներում, ասաց Անդրանիկը, մատնացույց անելով մթության մեջ թաքնված լեռնաշղթաները, Սերոփի հետ կռվեցինք թուրքի դեմ։ Ես այդ ժամանակ երիտասարդ էի, հետախուզման ու փախուստի մեջ։ Ես եկա նրա մոտ։ Նա դարձավ իմ ուսուցիչը։ Նա ինձ սովորեցրեց ոչ միայն կռվել, այլև մինչև վերջ նվիրվել գործին։ Այնուհետև Անդրանիկն իր զինակիցների ուշադրությունը հրավիրեց մի տարեց կնոջ վրա, որը նորիչել էր ձիուց եւ մոտեցել կրակին։ Դա Սոսե մայրիկն էր, Սերոփի այրին։ Նրա անունը լեգենդ էր դարձել հայ ժողովրդի շրջանում։ Ահա, ծանոթացեք, Սերոփի կինն է, ասաց Անդրանիկը։ Այս կինն է անցել նրա բոլոր արշավանքներով, 3 անգամ վիրավորվել եւ մասնակցել ամուսնու բոլոր մարտերին։ Սոսեն իսկապես բացառիկ դեմք էր։ Նրա քաջությունը դարձավ կանանց պայքարին մասնակցության խորհրդանիշ, ոչ թե ետին պլանում, այլ առաջնագծում։ Սերոփին դավաճանների եւ քրդական ուժերի հետ մարտում սպանելուց հետո Սոսեն հավատարիմ մնաց գործին, աջակցելով հայ կամավորական ջոկատներին եւ մասնակցելով ազատագրական պայքարի շատ տարբեր գործողություններին։ Երբ Անդրանիկը խոսում էր նրա մասին, նրա զինակիցները փորձում էին կնոջ դեմքին տեսնել նրա երբեմնի գեղեցկության հետքերը, որի մասին նա պատմում էր։ Նրա արևահարված, կնճռոտված մաշկը, խիստ հայացքը, ամեն ինչ խոսում էր ցավով, դժվարություններով եւ պայքարով լի կյանքի մասին։ Բայց մի պահ Անդրանիկին դիմելով նա հանկարծ ժպտաց։ Այդ կարճ վայրկյանին նրա դիմագծերը հարթվեցին եւ բարակ հոնքերի տակից փայլեցին աչքերը, որում դեռ ապրում էր այն գեղեցիկ կինը, որին նկարագրում էր գեներալը։ Հայազատագրական պայքարը միայն ճակատամարտերի եւ հրամանատարների տարեգրությունը չէ, այլ հազարավոր հայերի կյանքի պատմություն, որոնք իրենց կյանքը նվիրեցին բացառապես պայքարին։ Տղամարդիկ եւ կանայք, ծերեր եւ երիտասարդներ, առանց տարանջատելու միմյանցից սեփական ճակատագրերը, նրանք քայլում էին միահյուսված դեպի պայքար, դեպի ազատագրում եւ ապագայի հույսը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Զորավար Անդրանիկ եւ Սոսե մայրիկի նման կերպարները մարմնավորում են այն բարոյական գագաթը, որը թույլ տվեց հայերին մնալ կենսունակ եւ ձևավորել սեփական դիմագիծը։ 1918 թվականի գարնանը հայ ժողովուրդը հայտնվեց իր պատմության ամենավճռական փուլերից մեկում։ Կովկասյան ճակատի փլուզումից եւ ռուսական զորքերի տարածաշրջանից դուրսբերումից հետո Հայաստանը գործնականում մնաց առանց արտաքին աջակցության։ Օսմանյան կանոնավոր բանակի առաջխաղացման պայմաններում հայերը չունեին դաշնակիցներ, մարտունակ բանակ եւ կազմակերպված թիկունք։ Թուրքական հրամանատարությունը օգտվելով իշխանության վակուումից եւ թուլացած հայկական ուժերից պլանավորեց արագ հարձակում, գրավելու Երևանն ու Բաքուն, հույս ունենալով միանալ մուսավաթական ուժերին։ Սա կարող էր լինել աղետալի ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասում գործող ողջ հակաօսմանյան կոալիցիայի համար։ Այնուամենայնիվ, ժողովուրդը փաստացի զրկված լինելով պետական աջակցությունից կարողացավ համախմբվել։ Լիակատար ոչնչացման եւ ցեղասպանության նոր ալիքի սպառնալիքի առջև կանգնած, հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, պաշտպանելու իր հողի վերջին պատառները։ Սկսվեց հերոսական պաշտպանություն, որը պատմության մեջ հայտնի է որպես Սարդարապատի, Պաշապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտեր։ Սարդարապատ 1918 թվականի մայիսի 21-ից 29։ Այստեղ էր, որ հայ կամավորները, աշխարհազորայիններն ու զինվորները կարողացան կանգնեցնել թուրքական բանակի գերազանցող ուժերը։ Հայկական ստորաբաժանումները ջախջախիչ պարտության մատնեցին թշնամուն։ Այս հաղթանակը փրկեց Երևանը օկուպացիայից եւ թույլ տվեց հայերին պահպանել վերահսկողությունը Արարատյան հովիտի վրա։ Բաշապարանի մոտ հայկական ուժերը կասեցրին թուրքական առաջխաղացումը, թույլ չտալով,
թշնամուն հյուսիսից ճեղքում իրականացնել։ Այս ճակատամարտը ռազմավարական նշանակություն ուներ։ Այն թույլ չտվեց թուրքերին շրջապատել Երևանը եւ կապվել Ղարաքիլիսայով առաջ խաղացող ուժերի հետ։ Այս հաղթանակները ձեռք բերվեցին մեծ զոհողությունների գնով, բայց դրանք վճռորոշ դրվագներ էին մեր պատմության համար, որոնց միջոցով մենք պահպանեցինք մեր քաղաքական գոյության կարևոր իրավունքը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Առաջին հանրապետությունը, առաջին հայկական պետականությունն ավելի քան 600 տարի ընդմիջումից հետո։ Այսպիսով, Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը ուղղակի ռազմական հաղթանակներ չէին։ Դրանք ազգային ապստամբություն էին, ժողովրդի ռազմավարական գիտակցության եւ պատմական միասնության դրսեւորում, որը պայքարում էր ոչ թե միայն սահմանների, այլև փրկության, ազատության, արժանապատվության, ընկածների հիշատակի եւ ամենակարևորը իրենց սերունդների ապագայի համար։ Այս իրադարձությունները իրավամբ համարվում են հայ ազգային ոգու եւ ինքնորոշման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը։ Պատմաբաններն այսօր էլ համարում են 1918 թվականի մայիսը այն ժամանակահատվածը, երբ հայ ժողովուրդը վեր հառնեց մոխիրներից եւ դա արեց բացառապես իր ուժերով, առանց որևէ արտաքին օգնության։ Սա Զորավար Անդրանիկի վերջին վճռական գործողությունն էր Հայաստանի իր հայրենի լեռներում ու հովիտներում եւ կրկին, ինչպես հին ժամանակներում, իր հավատարիմ զինվորների հետ։ Բայց այն ժամանակ նա երիտասարդ, կենսախինդ եւ ավյունով լի զինվոր էր, իսկ հիմա վիրավոր հոգով եւ ոչ երիտասարդ, որը տեսել էր բազում դավաճանություններ։ Իր ջոկատով եւ հազարավոր փախստականներով, որոնք հետևում էին նրան, չհուսալով եւ այլևս չվստահելով ոչ մեկի, Զորավար Անդրանիկը որոշում է գնալ դեպի Նախիջևան, թուրքական բանակի առաջխաղացումը կասեցնելու եւ Անդրկովկասի թաթարական ուժերի հետ հնարավոր միացումը կանխելու համար։ Դիվանագիտական վակուումի եւ քաոսի մեջ նա կայացնում է պատմական որոշում։ 1918 թվականի հունիսի 14-ին Անդրանիկը Նախիջևանի մարզը հայտարարում է Ռուսաստանի անբաժանելի մաս, այդպիսով փորձելով տարածքը ներառել նոր խորհրդային կառավարության իրավասության տակ եւ ստանալ նրա աջակցությունը։ Հակառակ դեպքում նա կանխատեսում էր Նախիջևանի անխուսափելի ապագան, այն է թուրքական վերահսկողությունը։ Նույն օրը նա ռադիոգիր է ուղարկում Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին։ Խնդրում եմ տեղեկացնել համապատասխան մարմիններին, որ այսօրվանից ես եւ իմ ջոկատը գտնվում ենք Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության ու հրամանատարության տակ։ Պատասխանը չուշացավ։ Շահումյանը, ով ինքն էլ հայ էր եւ հեղափոխական, Անդրանիկին անվանեց իսկական ժողովրդական հերոս։ Սակայն քաղաքական իրականությունը ամբողջությամբ այլ էր եւ ոչ մի օգնություն այդպես էլ չեկավ։ Չստանալով ոչ Հայաստանի կառավարության, ոչ էլ բոլշևիկների աջակցությունը, Անդրանիկը շուտով հայտնվեց թուրքական գերազանցող ուժերի եւ մուսավաթական զինված կազմավորումների գրոհի տակ։ Նա ստիպված եղավ նահանջել Սյունիք, որտեղ 1918 թվականի օգոստոսից մինչև 1919 թվականի մարտը կազմակերպեց տարածաշրջանի հերոսական պաշտպանությունը։ Սյունիքը դարձավ դիմադրության վերջին գիծը։ Այստեղ, անմատչելի լեռներում, Անդրանիկի զորքերը կարողացան կանգնեցնել թշնամուն եւ թույլ չտվեցին նրանց իրենց ազդեցությունը ընդլայնել Հայաստանի հարավային շրջաններում եւ Արցախում։ Հենց այստեղ շրջափակման, զինամթերքի եւ սննդի պակասի, ինչպես նաեւ Անդրկովկասյան կառավարության մշտական սպառնալիքների տակ, Անդրանիկը կրկին դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ, հիմք դնելով Նժդեհի հետագա նվաճումների համար։ 1918 թվականի ամռանն ու աշնանը Անդրանիկի կազմակերպած գործողությունները զուտ պայքարի դրվագներ չէին։ Դրանք ցույց տվեցին, որ լիակատար մեկուսացման եւ դավաճանության պայմաններում ժողովուրդը կարող է համախմբվել այնպիսի առաջնորդի շուրջ, ում մեջ տեսնում է ոչ թե կուսակցական եւ անձնական շահը, այլ ապագայի փրկության հույսը։ Միշտ տարածաշրջանը մոլեգնում էր եւ ուժերը վերադասավորվում էին, նոր դերակատարները որոշեցին օգտվել իրավիճակից։ Բրիտանացիները մտան տարածաշրջան, ձգտելով վերահսկողություն հաստատել Կովկասի հարուստ ռեսուրսների նկատմամբ եւ երաշխավորել իրենց շահերը Պարսկաստանում ու Կենտրոնական Ասիայում։ 1918 թվականի նոյեմբերին բրիտանական զորքերը մտան Բաքու, տրամադրելով իրենց հովանավորությունը մուսավաթական կառավարությանը։ Անդրկովկասի թաթարների, ներկայիս ադրբեջանցիների Մուսավաթ կուսակցությունը
օգտվելով բրիտանացիների աջակցությունից, որոնց վրա բրիտանացիները խաղադրույք էին կատարել, ինտենսիվացրեց իր էքսպանսիան հայաբնակ տարածքներում, հիմնականում Արցախում, որի բնակչությունը մեծ մասամբ կազմված էր հայերից եւ սկզբից ձգտում էր վերամիավորվել Հայաստանի հետ։ 1919 թվականի հունվարին բրիտանական վարչակազմը համաձայնության եկավ մուսավաթականների հետ եւ Արցախում ստեղծեց ժամանակավոր գեներալ նահանգապետություն, որի կազմի մեջ ներառվեց նաեւ Սյունիքը։ Հայկական Շուշի քաղաքը դարձավ նահանգապետարանի կենտրոն, ինչն անմիջապես վրդովմունք առաջացրեց տեղի հայ բնակչության շրջանում։ Արցախի հայերի ազգային խորհուրդը ստանձնեց ինքնակառավարման գործառույթներ եւ կազմակերպեց ինքնապաշտպանական ստորաբաժանումներ, կտրականապես հրաժարվելով ճանաչել մուսավաթականների եւ նրա հովանավորների իշխանությունը։ Նախորդ ամիսներին Սյունիքում թուրքական եւ մուսավաթական ուժերին ջախջախելուց հետո Անդրանիկը կանգնած էր նոր ընտրության առաջ։ Դեմ դուրս գալ Անտանտի իր նախկին դաշնակիցներին, թե փորձել համաձայնության գալ նրանց հետ։ Անդրանիկը հավատում էր, որ հայերը, ովքեր ժամանակին կռվել էին Անտանտի կողմից, արժանի էին արդար վերաբերմունքի եւ աջակցության դաշնակիցների կողմից։ Զորավար Անդրանիկը կտրուկ ու սկզբունքային նամակ ուղարկեց Հարավային Կովկասում բրիտանական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Թոմսոնին։ Նամակի պատճառը բրիտանական քաղաքականությունն էր, որը փաստացի խրախուսում էր մուսավաթական կառավարության անհիմն պահանջները հայկական տարածքների, այդ թվում Արցախի, Սյունիքի եւ այլ շրջանների նկատմամբ, որտեղ հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում։ Նամակում Անդրանիկը հստակ եւ միանշանակ արտահայտում էր դիրքորոշումը։ Ես իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ձեր հարգարժան առաքելությանը, որ 300,000-ից ավելի հայեր Ղարաբաղի, Զանգեզուրի, Կապանի, Սիսիանի ու Մեղրիի շրջանների ընդարձակ տարածքներում ստեղծված իրավիճակը համարում են անտանելի եւ ոչ մի դեպքում չեն համաձայնի ճանաչել որևէ իրավասություն իրենց տարածքում։ Այս նամակը դարձավ հայ քաղաքական կամքի կարևոր վկայությունն ու արտահայտումը, որը պատմության մեջ մտավ որպես զորավար Անդրանիկի վերջին գործողություններից մեկը, մինչև նրա զինվորական եւ հասարակական գործունեությունը դադարեցնելը։ Հայ ժողովուրդը միշտ էլ զիջող է եղել եւ միշտ էլ տառապել է դրա համար։ Եվ հիմա նրանք չարաշահում են մեր զիջողականությունը, ճնշելով մեզ, որովհետեւ մենք քաղցած ենք, մերկ, աղքատ, մինչդեռ թուրքերը նրանց ավելի ուժեղ են թվում եւ բնականաբար այդ պատճառով էլ նրանք գտնում են կողմնակիցներ։ Ուժեղի իրավունքը, այս սկզբունքը դեռևս գործում է։ Հայ ժողովուրդն այժմ կամայական եւ միակողմանի վերաբերմունքի առարկա է։ Այս մեջբերումը նույնպես Անդրանիկի նամակներից է։ 1918 թվականի մայիսին առաջին հանրապետության հռչակումից հետո զորավար Անդրանիկի հարաբերությունները նորաստեղծ պետության հետ բավականին լարված էին։ Դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում ձևավորված Հայաստանի կառավարությունը ստիպված էր հաղթահարել ներքին մարտահրավերներ եւ արտաքին ճնշումներ, մասնավորապես Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ մուսավաթական Ադրբեջանի կողմից։ Այս պայմաններում Անդրանիկի ռազմական անկախությունը եւ կենտրոնից եկող հրամաններին չենթարկվելը մտահոգություններ առաջացրին իշխանությունների շրջանում։ Իր գաղափարախոսությամբ Անդրանիկը կողմնակից էր անզիջում պայքարի հողերը պաշտպանելու համար։ Նա հրաժարվում էր հայկական հողերի բաժանման փաստը ընդունել եւ կտրականապես դեմ էր ցանկացած զիջման։ Կառավարությունը, սակայն իր հնարավորությունների սահմաններում փորձում էր պահպանել հանրապետությունը, թեկուզ եթե այն կենթադրեր նահանջ կամ զիջում։ Անդրանիկի քաղաքական գործիչների, իսկ այդ ժամանակ նաև կառավարության միջև այս համակարգային անհամաձայնությունները գագաթնակետին հասան Արցախի եւ Սյունիքի կարգավիճակի հարցով պայմանավորված։ Անդրանիկն այս շրջանները դիտարկում էր որպես հայկական պատմական տարածքի անբաժանելի մասեր։ Ահա հատված Անդրանիկի ելույթից։ Անկախ նրանից, թե ես այստեղ Սյունիքում ինչ որ օգտակար կամ վնասակար բան եմ արել, թող տեղի ժողովուրդը դատի։ Ես լսել եմ, որ Ղարաբաղը ձեր ցանկությունների առարկան է, բայց դուք այն հալածել եք այնպես, ինչպես ինձ։ Մինչև հիմա դուք ոչ մի ցանկություն չեք ցուցաբերել օգնելու նրան։ Կարծես այն հայ ազգի խորձավակ լիներ։ Ինչ էլ որ անեք, չարը թե բարին, այն ձեզ կվերադառնա, պարոնայք։ Ջանք թափեք, որ ապագա սերունդներն ու գալիք պատմությունը ձեզ հիշեն բարի խոսքերով, այլ ոչ թե անեծքներով։ Այս ամենով պայմանավորված 1919 թվականին զորավարը կայացնում է ճակատագրական որոշում՝ լքել Սյունիքը, լքել նորաստեղծ հանրապետությունը։ Սյունեցիների վերաբերմունքը զորավար Անդրանիկի նկատմամբ արտահայտված է այս ելույթում։ Զանգեզուրի հայ բնակչությունը, որը երբեք չի մոռանա ձեր մեծ ծառայությունը,
Այսօր Սիսիանի եւ հենց Զանգեզուրի համագումարը արտահայտում է իր ափսոսանքն ու ցավը, որ հանգամանքների բերումով դուք լքում եք մեզ։ Ինչ կարող է զգալ մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի եւ սեփական ժողովրդի պաշտպանությանը։ Դրանք խորը եւ շատ ծանր անձնական ապրումներ են, որոնք Անդրանիկից բացի որևիցե մեկին հասանելի չեն եղել։ Թողեք հանգիստ մեռնեմ այսքան երկար տառապանքներից հետո։ Ես կմեկուսանամ այս աշխարհի մի անկյունում, որպեսզի ձեր կառավարությունը իր կողքին կամ շրջակայքում ինձ նման թշնամիներ չունենա։ 1919 թվականի ապրիլին ավարտվեց հայ ազատագրական պայքարի ամենանշանակալի էջերից մեկը։ Սյունիքի պաշտպանության եւ ընդհանրապես հայ ազատագրական պայքարում առանցքային եւ անուրանալի դեր ունեցած զորավար Անդրանիկը լքեց Հայաստանը։ Լեռնային շրջանների համեմատաբար անվտանգ վայրերում փախստականներին ու որբերին բնակեցնելու համար եւ օգնություն կազմակերպելուց հետո Անդրանիկը ժամանելով Էջմիածին հայ ժողովրդի հոգևոր կենտրոն արեց քայլ, որը լի էր խորհրդանշականությամբ։ Նա իր զենքերը հանձնեց ամենայն հայոց կաթողիկոսին, ի նշան իր զինվորական ուղու ավարտի։ Միաժամանակ նա լուծարեց իր ջոկատը, որը կազմված էր ֆիդայական պայքարի վետերաններից եւ ցեղասպանությունից ու աքսորից փրկված զինվորներից։ Նախքան հայրենի լեռները լքելը, Անդրանիկը 6 օր հյուրընկալվեց Հովանես Թումանյանի ընտանիքում, որի հետ ջերմ հարաբերություններ ուներ։ Անդրանիկը նաև հասցրեց հանդիպել Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեգեչկորիի հետ։ Ժամանակից առաջ անցնելով, կարծես իրադարձությունները կանխատեսելով, Անդրանիկն ասաց այն, ինչն այսօր էլ արդիական է։ Իրենց մտածելակերպով, ավանդույթներով եւ աշխարհագրական դիրքով հայ եւ վրաց ժողովուրդները անբաժան են։ Եթե մենք երկուսս էլ ունենք ապրելու եւ միմյանց օգնելու ցանկություն, եթե պարոն Գեգեչկորի, դուք չեք կարողանում գտնել խաղաղ համակեցության, տնտեսական եւ ռազմական ոլորտներում միավորվելու ուղիներ, ապա ես այսպես եմ հասկանում. մեր դիակը դուրս կբերեն երեկոյան, իսկ ձերը առավոտյան։ Տարբերությունը կլինի ընդամենը մեկ գիշեր։ Առանց Երևանում կանգ առնելու, Անդրանիկը ընդմիշտ լքեց Հայաստանը, անցնելով Թիֆլիսով եւ Բաթումով։ Այսպես ավարտվեց մեծ ընձորավարի պատմությունը իր հայրենի լեռներում եւ սկսվեց արտագաղթի էջը։ Թեպետ մեծ ընձորավարի Հայաստանը լքելը շատերի կողմից հակասական ընկալվեց, այնուամենայնիվ նա դարձավ ռազմավարական մտածողության, բացառիկ հայրենասիրության, քաջության եւ հայ ազատագրական պայքարի բացառիկ խորհրդանիշը։ Անդրանիկի հայրենասիրության եւ նրա գործած սխրանքների պատմության հիման վրա դաստիարակվել են սերունդներ։ Եվ այսօր էլ զորավար Անդրանիկը հայերի համար շարունակում է մնալ ոգեշնչման բացառիկ աղբյուր։ Հիշում եմ իմ մանկության տարիներին, երբ զորավար Անդրանիկի կերպարը մեր բոլորիս համար պայքարի, հայրենասիրության եւ քաջության անհաս գագաթ էր։ Թեպետ այն ժամանակ որևիցե կերպ անգամ պատկերացնել չէինք կարող տվյալ ժամանակաշրջանը, որում ապրել եւ գործել է Անդրանիկը, չէին կարող պատկերացնել նրա կերպարի իրական վեհությունը, այնուամենայնիվ Անդրանիկը մեզ համար շարունակում էր մնալ որպես ուղենիշ։ Իսկ ձեր համար ով է եղել կյանքի ուղենիշ դեռ մանկության տարիներից։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ էր Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ եւ մի շնորհ հանդիպում։